բերեց եւ ինչ տարավ 2025-ը կամ ինչ կորցրեց եւ շահեց Հայաստանն անցնող տարում դիտարկենք փաստերով։ Տարվա ընթացքում Հայաստանը շարունակեց կորցնել դիրքեր թե սահմանին, թե միջազգային հարթակներում, անվտանգային համակարգը մնաց խոցելի, բանակի խոստացված բարեփոխումները թղթի վրա, իսկ սահմանների պաշտպանության հարցը մշտապես բաց։ Չնայած ողջ տարվա ընթացքում պաշտոնական խոսույթում կրկնվում էր, թե ոչ մի գյուղ չի հանձնվել 2025-ը հարաբերական խաղաղության տարի է, բայց իրականությունը հակառակի մասին է փաստում։ Հայաստանը թղթի վրա գյուղեր չկորցրեց, բայց իրականության մեջ կորցրեց դիրքեր, ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ ու ամենակարևորը կորցրեց անվտանգային իր նախաձեռնությունը սահմանին։ Եվ այսպես 2025 թվականին Կիրանցում շարունակվել է 2024-ին սկսված սահմանազատման գործընթացը, ինչի հետևանքով 2025 թվականին գյուղին հարակից ռազմավարական նշանակության բարձունքներ, հողատարածքներ եւ ներքին ճանապարհներ դուրս են մնացել հայկական վերահսկողությունից։ Փաստացի Իրանցը հայտնվել է ուղիղ սահմանին առանց բավարար անվտանգային երաշխիքների։ Նույն պատկերն է ոսկեպարում եւ Բերքաբերում 2025-ին պարզ դարձավ, որ գյուղի վերևի մի շարք բարձունքներ այլևս չեն գտնվում հայկական կողմի վերահսկողության ներքո։ Այսինքն, եթե նույնիսկ կրակոցել չլինի, այսպես թե այնպես այդ գյուղերն արդեն գտնվում են թշնամու նշանառության տակ։ Եղարքունիքի մարզի Սոտքի հատվածում հատկապես հանքավայրի շրջակայքում 2025 թվականին Ադրբեջանը շարունակել է ամրապնդել իր դիրքերը, ինչի հետևանքով հանքավայրին հարակից որոշ հատվածներում հայկական շարժը եւ աշխատանքները սահմանափակվել են։ Այստեղ հայկական կողմի վերահսկողության կորուստը ռազմավարական մի շարք հետևանքներ է ունեցել։ Սյունիքում 2025-ին արձանագրվել են առանձնակի բարձունքների վերահսկման խնդիրներ, իհարկե խոսքն ամբողջական գյուղերի մասին չէ, այլ մարտավարական դիրքերի եւ կարևոր բարձունքների։ Սա այն իրավիճակն է, երբ պաշտպանական դիրքերը նահանջում են առանց պատերազմի, պարարտ փող ստեղծելով թշնամու համար։ Արձանագրենք նաև, որ ապրիլին մարզի մի քանի գյուղերի, մասնավորապես Խոզնավարի, Խնածախի, Արավուսի ուղղությամբ թշնամին ինտենսիվ կրակոցներ է արձակել։ 2025 թվականի հուլիսին Երկիր ԵՄ հրապարակեց Ջերմուկի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացման դիրքային ակտիվության մասին։ Նշվել էր, թշնամին հաստատվել է չպահվող հայկական դիրքում։ Թեև Պաշտպանության նախարարությունը հերքեց, սակայն ավելի ուշ Սպուտնիկ Արմենիան արբանյակային կադրերով պարզել էր, որ որոշակի տեղաշարժ այնուամենայնիվ եղել է։ Ադրբեջանի զինված ուժերը դիրքային առաջխաղացում են իրականացրել մեծ եւ փոքր Ալ-Լճից դեպի հարավ եւ Ջերմուկից դեպի հյուսիս սահմանային հատվածում։ Անցնող տարում ավելի քան 60 քաղաքացի քրեական գործի անվան տակ ենթարկվել է, քաղաքական հետապնդման շուրջ 40 անձ կալանավորվել է։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ թվերի հետևում մարդկային ճակատագրեր են, ընտանիքներ, երեխաներ։ Տարվա աղմկահարույց 18 հարթարների գործով անցնող որևէ մեղադրյալի մեղքն առ այսօր ապացուցված չէ։ 2025 պատմության մեջ աննախադեպ է սրբազան հայրերի Բագրատ, Միքայել, Մկրտիչ եւ Արշակ սրբազանների կալանավորման, հոգեվորականների նկատմամբ քաղաքական հետապնդումների, Մայրաթորի դեմ արշավի, խուլիգանական ճանապարհով կաթողիկոս փոխելու իշխանության փորձերի առումով։ Եկեղեցուն զորակցելու համար կալանավորվեց ազգային բարերար Սամվել Կարապետյանը, խուզարկվեցին հույրը անդամների բնակարանները, ապօրինի ձերբակալվեց 7 անձ, կալանքի տակ հայտնվեց 18-ամյա Անդրանիկ Շամիչյանը ընդամենը սթրայքբոլ խաղի սիրահար լինելու համար։ Սրանք 2025 թվականի այն ակնառու փաստերն են, որոնցով ակնհայտ է, որ իշխանությունը քաղաքական ընդդիմախոսին պատասխանում է ոչ թե փաստարկով, այլ կալանքով, եւ հենց սրանով պայմանավորված 2025-ը համարվում է քաղաքական հաշվեհարդարների տարի։ Չնայած իշխանությունը Թրամփի խավորությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը համարում է տարվա ձեռքբերում, բայց փաստացի անգամ դրանից հետո Ալիևը շարունակեց ոչ միայն տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին ու թմկահարել, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջանն է, այլև շարունակում է ավելի ուժգին պահանջներ ներկայացնել Հայաստանի սահմանադրության փոփոխման եւ դրանից բխող աղետաբեր այլ քայլերի պարտադրանքի տեսքով։ Իսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ընդամենը կարճ ժամանակ անց Թրամփը մի քանի անգամ Հայաստանը շփոթեց Ալբանիայի հետ, Ադրբեջանը Կամբոջայի, իսկ Փաշինյանի մասին խոսելիս մոռացել էր նույնիսկ անունը, հիշում էր ընդամենը, որ կա Ադրբեջանի նախագահ եւ մյուս տղա։
2025 թվականին ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից հետո Հայաստանում աննախադեպ թվով բիզնեսներ են փակվել, մասնավորապես անցնող տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին գործունեությունը դադարեցրել է 30,169 հարկ վճարող։ Անցնող տարում իշխանությունը որոշեց կրճատել երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը 1 կամ 1.5 միլիոն դրամը դարձնելով 500,000 դրամ։ Իսկ առողջապահության ապահովագրության նոր համակարգի անվճար ծառայություններից պարզվում է, որ ոչ բոլոր թոշակառուները կարող են օգտվել։ Պետությունը պարտավորվել է վճարել միայն 65 տարեկանից բարձր թոշակառուների բժշկական ծառայության համար, այն դեպքում, երբ կենսաթոշակային տարիքը Հայաստանում սկսվում է 63 տարեկանից։ Փոխարենը Փաշինյանը շտապեց հայտարարել, որ 63-ը փոքր ու միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, հորդորելով թոշակառուներին զբաղվել բիզնեսով։ Սա դեռ ամենը չէ։ 2025-ին չկասեցվեց արտագաղթը, ներդրողները հեռացան, աշխատատեղերը կրճատվեցին, իսկ հազարավոր քաղաքացիների համար 2025 դարձավ գոյատևման տարի։ 2026-2027 ուստարում ավելի քան 180 փոքրաթիվ դպրոցներ է փակվելու։ Անցնող տարում կառավարությունը որոշումներ է ընդունել։ Փակվող դպրոցների թիվը ամենաշատը Սյունիքի մարզում են, թվով 47, Շիրակի մարզում թվով 40 դպրոց, իսկ ամենաքիչը Արարատի մարզում թվով 4 դպրոց է նախատեսված փակել։ Մասնագետներն ահազանգում են, որ դրանով հարված է հասցվում հատկապես սահմանամերձ բնակավայրերին, որտեղ դպրոցը նախ եւ առաջ ազգային անվտանգության նշանակություն ունի, այսինքն գյուղական բնակավայրում դպրոց փակելը հանգեցնելու է գյուղերի դատարկման ու ամայացման։ Հիմի վերելով այս ողջ ընթացքը կարող ենք վստահացնել, որ մեծ հաշվով 2025-ին Հայաստանը ոչինչ չշահեց, ժողովրդին բաժին հասան գոյատևման փշրանքները։ 2026-ին բացը լրացնելու համար մնում է ողջամիտ հետևություն անել, մերժել անորոշ եւ կործանարար ընթացքը, թե համակերպվել ու զոհ դառնալ նորաղետների։ Հերմինե Զեյնելյան, Երկիր եմ։